Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 1-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ամենակարևոր թեման ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն է, լավ հասկանում ենք դրա հետևանքները, ինչ կարող է լինել նոր աշխարհակարգի հետ կապված, ուղղակի հասկանանք, որ ճանապարհով են հիմա գնում։ Ֆլորիդայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հնարավորություն կա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիր կնքելու համար։ Ուկրաինան ունի բարդ փոքր խնդիրներ կապված կոռուպցիայի իրավիճակի հետ։ Նրանք կոռուպցիայի հետ կապված իրավիճակ ունեն, որը չի օգնում պատերազմը դադարեցնելուն։ Բայց ես կարծում եմ, որ համաձայնագիր կնքելու լավ հնարավորություն կա, ասել է ԱՄՆ նախագահը։ Ինքը ուղղակի նրբորեն ակնարկել է, որ այսինքն այդ առիթով կարանք մի քիչ շանտաժ անենք, էլի, բա կոռուպցիայի մեջ թաղված, բա այս ինչ եք անում եւ այլ եւ այլ։ Այսինքն խաղաղությանը չի օգնի, բանակցությանը խաղաղ բանակցությանը կօգնի։ Երեք հենց ոչ գիտեի այսօր sense բան պետք է ասի, բայց երեք հենց դրա մասին էի խոսում։ Սա ասում է Դոնալդ Թրամփը, որը կոռուպցիան հասկանում է, որ չի վերաբերում Զելենսկուն, այլ վերաբերում է տարբեր տրամաչափի չինովնիկների, բայց կոռուպցիան ուղղակիորեն վերաբերվում էր Բենյամին Նեթանյահուին, որը ինքը sense փաղաքշական Բիբի է դիմում, հա, Բիբիի համար ինքը գրավոր դիմել էր նախագահին, որպեսզի նրան ներում շնորհեն կարճեն գործը, իսկ այդ դեպքում չէր մտածում, որ կոռուպցիան թուլացնում է Իսրայելի դիրքերը, այնպես որ լավ կլիներ, որ երկակի ստանդարտներ այս խառը ժամանակները չկիրառեր։ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն ինչ է ասում։ Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է կանխարգելիչ գործողությունների հարցը՝ ի պատասխան Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ գործողությունների, սակայն նման որոշումը բխում է մի շարք իրավական մարտահրավերների։ Մենք ամեն ինչ ուսումնասիրում ենք, կիբերոլորտում մենք ավելի ռեակտիվ ենք, ավելի ագրեսիվ կամ կանխարգելիչ գործելը, քան արձագանքելը, այն է, ինչ մենք քննարկում ենք, նշել է Դրագոնեն։ Ծովակալը հավելել է, որ դաշինքը կարող է կանխարգելիչ հարվածները դիտարկել որպես պաշտպանական գործողություններ։ Այսինքն տևական ժամանակ եվրոպական երկրները ասում էին սենց անենք, Ռուսաստանի ագրեսիայի դեմ առնենք, Ռուսաստանն էլ ամեն անգամ լկտի անում էր։ Ամեն անգամ ինչ-որ մի հատ հայտարարություն, տեսեք ինչ եմ անելու, դուք մենակ տեսեք ինչ ենք անելու։ Հիմա արդեն իրանք ասում են, որ կարող է մենք կանխարգելիչ հարված հասցնենք Ռուսաստանին, արդեն Ռուսաստանում խառնվեցին իրար։ Եվ դրա համար անմիջապես պատասխանեցին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարությունը Ռուսաստանի դեմ հնարավոր կանխարգելիչ հարվածների մասին համարում ենք ծայրահեղ անպատասխանատու քայլ, որը ցույց է տալիս դաշինքի պատրաստակամությունը շարունակել սրացումը։ Բա այն որ ասում եք, եթե աշխարհը պատկերացնում են առանց Ռուսաստանի, ում է պետք է աշխարհը մոլորակը կվերացնենք, միջուկային ռումբ կօգտագործենք սրա դեմ, նրա դեմ, այդ ձերը շատ պատասխանատու է երևի։ Մենք դա համարում ենք ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերը խաթարելու միտումնավոր փորձ։ Կարելի է կարծել ձեզ կոտորեցիք խաղաղության ուղղությամբ ջանքեր գործադրելու։ Նման հայտարարություններ անողներ պետք է գիտակցեն բխող ռիսկերը եւ հնարավոր հետևանքները, այդ թվում դաշինքի անդամների համար։ ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր իրական նպատակներն ու մտադրությունները, այդուհանդերձ դաշինքի ղեկավարության խիղճը թույլ է տալիս Ռուսաստանին մեղադրելու ռազմատենչ միջուկային հռետորաբանության, սպառնալիքի եւ տխրահարճակ հիբրիդային հարձակումների համար, առանց մեր մասնակցության վերաբերյալ որևէ ապացույցի։ Նման հայտարարությունները ոչ միայն յուղ են լցնում կրակին, այլև լրջորեն բորբոքում են արդեն իսկ գոյություն ունեցող առճակատումը։ Այսինքն պետք է մի հատ այսենց գծերը ստուգել եւ Ռուսաստանին բացատրել, որ մենք այլևս չենք լռելու։ Եթե հասկանում ենք, որ դու ձեզանից վտանգ եք ներկայացնում, մենք այդ վտանգին հարված կհասցնենք կանխարգելիչ եւ չենք թողի, որ այդ վտանգը հասնի մեզ։ Այդ թող դրանից խառնվեն իրար, որևէ խնդրեմ չկա։ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Եվ բացի դրանից նաև ինքը հեռախոսազրույցը ունեցել դրա մասին էլ ինքը ասեց նպատակը Մակրոնի հետ հանդիպելը Ուկրաինայի խաղաղության գործընթացին ծանոթացնելն էր Մակրոնին, ինչ են արվում Մակրոնն էլ ներկայացնել իրանց կողմից ինչ արվում, երեկել ենք խոսել, բավական ինտենսիվ հանդիպումներ են ունենում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Մակրոնի ու Ստարմերի հետ, Ստարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետը միասին Ֆլորիդայում բանակցությունների արդյունքները քննարկեցինք ու Մերրովի եւ Ուիտքոֆի հետ։ Այնպես որ այդ ամեն ինչը իրանք ինտենսիվ քննարկում են Եվրոպայի հետ եւ պարտադիր ցույց են տալիս, որ Եվրոպան դրա մեջ ընդգծված դերակատարություն պետք է ունի։ Միացյալ Նահանգներին չի հաջողվի Եվրոպային դուրս թողել այդ process-ից։ Ավելի ճիշտ ասենք Տրամպին չի հաջողվի, որովհետև Միացյալ Նահանգները նույնիսկ եթե մարդիկ ընտրել են Դոնալդ Տրամպին, Տրամպի կողմից վարվող այս քաղաքականությունը հազիվ թե մարդկանց սրտով է։ Եվ դրա հետ կապված նաև Ֆրանսիայից հաջորդ հայտարարությունը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարո Ուկրաինայի խաղաղության բանակցությունները չեն կարող շարունակվել առանց Եվրոպայի մասնակցության։ Մի կողմից մեզ հաջողվեց բացառել եվրոպացիներին վերաբերող կետերը, իսկ մյուս կողմից մեզ հաջողվեց հասնել նրան, որ ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արտահայտի իր մտադրությունը մեզ հետ համագործակցելու, այսպես կոչված անվտանգության երաշխիքների պատրաստման գործում, այսինքն ռազմական տարրերի, որոնք կկանխեն Ուկրաինայի դեմ ցանկացած նոր ագրեսիա խաղաղության հաստատումից հետո, նշել է նախարար Բարոն։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ 28 կետը հենց հրապարակվեց անմիջապես արձագանքը եղավ Եվրոպայից, թե կառույցների ղեկավարների կողմից, թե առանձին ակտիվ դերակատար պետությունների կողմից, որ այս ամեն ինչը մեզ հետ համաձայնեցված չէ եւ այս ամեն ինչի մեջ կան անընդունելի կետեր։ Նույնիսկ եթե իրանք շատ կոռեկտ էին արտահայտում, բայց բավական կատեգորիկ, որ այսինքն այս ինչ է կատարվում։ Մենք սկի տեղյակ չենք, թե այս ինչ է քննարկվում։ Եվ ինչպես տեսակ, շատ արագ փոփոխություններ տեղի ունեցան այդ կետերի ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ինչ է ասում, այն փաստը, որ Ուկրաինան անօդաչու սարքերը հարձակվել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի վրա, աղաղակող դեպք է, քանի որ այս օբյեկտը միջազգային նշանակություն ունի։ Նոյեմբերի 29-ին Նովորոսիսկի մոտ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի նավամատույցներից մեկը հարձակման է ենթարկվել անօդաչու նավակների կողմից։ Ղազախստանի արտգործնախարարությունը բողոքել է եւ հայտարարել, որ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի ենթակառուցվածքների վրա հարձակումը համարում է Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերություններին վնասող գործողություն։ Ինչքան էլ մտածենք, որ Ղազախստանի եւ Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները դրանից կվնասվեն, ես չեմ հիշում, որ ինչքան էլ եթե նույնիսկ այո Ղազախստանի նախագահը հայտարարեց Տոկաևը, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այն էլ դեմ դիմաց նստած Պուտինի, այնուամենայնիվ Պուտինի վայրագությունների մասին Տոկաևը նենց առանձնապես որևէ հայտարարություն չի արել եւ հարաբերություններ չի վատացրել։ Էդ էլ մենք պետք է հաշվի առնենք, որքանով է ինքը օբյեկտիվ։ Բացի դրանից, եթե նույնիսկ այս պարագայում Ղազախստանը հասկանում է, որ այդքան էլ անվտանգ չէ Ռուսաստանի տարածքով այդ բեռնափոխադրումները կատարել եւ այլ ընտրանքային ուղիներ որոնում, դա նույնիսկ լրիվ բավարար է Ուկրաինայի համար, որ Ռուսաստանի համար այդ կարգի խնդիրներ ստեղծի, որ անգամ տրանզիտ բեռնափոխադրումների հարցում ինքը այլևս հուսալի գործընկեր չի։ Ոչ միայն չի կարող իր ապրանքը վաճառել, այլև չի կարող ուրիշներին տեղափոխի։ Այնպես որ դրա վնասը Ռուսաստանին շատ ավելի մեծ է, քան թե Ղազախստանը, եթե Ուկրաինայից մի քիչ էլ նեղանա։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս ԱՄՆ-ն չի տեղեկացրել Եվրամիությանը Ֆլորիդայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ուկրաինական եւ ամերիկյան կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին։ Ինչու է ինքը սա հատուկ ընդգծում, որտեղ իրանց համար դժվար չէ այդ արդյունքների մասին իմանալ Ուկրաինայից։ Բարդ բան չի, իրանց համար մշտական կապի մեջ են, բայց զուտ որպես գործընկերային կոռեկտություն, ասում դե հանդիպել եք, քննարկել եք, հարցեր կա, որ նաև մեզ է վերաբերվում եվրոպական անվտանգության հետ կապված խաղաղության գործընթացում Ամերիկան ինքն է խոստովանում, որ այո, պետք է հսկայական դերակատարություն ստանձնի Եվրոպան, եւ մեկ էլ այդ պարագայում ուղղակի տեղյակ չեն պահում։
Սա կարող է վճռորոշ շաբաթ լինել բանակցությունների համար, Կայակալասն է շարունակում։ Մենք լսել ենք, որ բանակցությունները դժվար էին, բայց արդյունավետ։ Մենք դեռ չգիտենք արդյունքները։ Ես այսօր կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ, ասել է Կալասը։ Եվ ինչպես տեսնում եք, ինչ ինտենսիվությամբ, ինչ ակտիվությամբ է Եվրոպան խառնված այս պրոցեսների մեջ։ Ու եւ բարբերաբար, երբ որ խոսում ենք Եվրամիության դերակատարության մասին, հենց այնպես օդից վերցրած բաներից չենք խոսում, որ Եվրամիության հետ մեր գործընկերությունը շատ ավելի համակարգային է։ Եվրոպական ընտանիքի հետ համագործակցության պարագայում այնպես չի, որ մի չինովնիկի բարեհաճությունից է կախված քո հարաբերությունը, եթե դու անդամ ես դառնում, այսինքն դա որևէ չինովնիկի ոչ բարեհաճությունից, ոչ էլ նրա ազատվելուց կամ փոխվելուց է կախված։ Դա մայր դա շատ ավելի հեռանկարային գործընկերություն է, քան ասենք նույնիսկ որևէ պետության հետ կնքած միջպետական պայմանագիր։ Նույնիսկ եթե այդ պետությունը Միացյալ Նահանգներն է, որովհետև ինչպես տեսնում եք, փոփոխություններ տեղի ունեն հետաքրքրությունների շահերի առումով։ Կայակալասը նաև ինչ է ասել, Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշում գործադրել բանակը կրճատելու համար։ Մենք չենք կարծում, որ ճիշտ է խորանալ ինքնիշխան պետությունների բանակների չափի վերաբերյալ որոշումների մեջ։ Իմ կարծիքն այն է, որ եթե ճնշում է գործադրվում ուկրաինական բանակի վրա, որը ոչ մի երկիր չի ներխուժել, ապա այն պետք է կիրառվի նաև ռուսականի վրա։ Հենց ռուսական բանակն է բոլորի համար մեծ վտանգ սպառնում։ Կալասը կրկին նշել է, որ իր կարծիքով Ռուսաստանը խաղաղություն չի ուզում։ Ուստի Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ լինի, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն այդ շատ դժվարին ժամանակներում։ Այսինքն այդ հարցի հետ կապված բանակի թվականակի կրճատման ավելի աբսուրդ բան դժվար է պատկերացնել։ Մեկը հարձակվում է քու վրա, դու ստիպված ես բանակդ համալրել, եւ մեկ էլ քեզ ասում են բանակդ պակասացրու։ Ինչի պակասացնեմ։ Բայց ագրեսորին չես ստիպում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից քանի տարի է անցել, մինչև հիմա դեռ վերապահումով էին մոտենում Գերմանիային, թե որքանով է ճիշտ Գերմանիան զինվի, որքանով է ճիշտ Գերմանիան մեծ բանակ ունենա։ Ինչպես տեսնում եք, նրա շատ լրջորեն զիջում էր նրա բանակը ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների։ Եվ այն էլ այդ Գերմանիայի մասին է խոսքը։ Այդ հիմա է նոր ասենք Գերմանիան դերակատարություն է ստանձնում, որովհետև իր կարևորությունը արդեն իրանք են խնդրում, որ բայց ինչի համար եմ սա ասում։ Այսինքն դու ագրեսորի հետ պատերազմը դադարեցնում ես, փոխանակ ագրեսորին ասես բանակդ մի ավելացնի, տուժող կողմին ես ասում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ում ուկրաինական պատվիրակության հետ խաղաղության ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ նշել է, խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ, այլ այնպիսի ուղի ստեղծելու, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ինչպես տեսնում եք, այս հարցի հետ կապված արդեն խոսքը գնում է, որ տեսեք, էլի մենք չենք ճնշում Ուկրաինայի վրա, մենք ամեն ինչ անում ենք, որ նրա ինքնիշխանությունը, անվտանգությունը ապահովենք։ Այսինքն, որովհետև գործնականում, երբ որ Կայակալասն ասում Ռուսաստանը չի ձգտում խաղաղության, դրա մասին շատ ենք խոսել։ Իսկ Ռուսաստանը, որ ձգտի խաղաղության, ինչ է անելու։ Ասել է ժողովուրդ ջան, այս կոտորածը որ կազմակերպեցի, որ 100 տարով թշնամի դառնանք մեր հարևանի հետ, որ այսքան դուք պրոբլեմներ ունեցաք, որ այդքան փողը դրեցինք բանակի վրա, ամբողջը դրեցինք ռազմական ռելսերի վրա, ներքաղաքներին հարվածներ հասցրեցին ուկրաինացիները, այս ամեն ինչի դիմաց ընդամենը 14 թվականին ինչ տարածք որ Ուկրաինային վերցրել ենք, դրանից մի քանի հազար կիլոմետր առաջ ենք եկել։ Այսա արժեցավ ձեր բոլորի կյանքը, ովքեր զոհեր տվեցին, ովքեր վիրավորներ ունեն, այս եղավ, այն եղավ, այն եղավ։ Այդ մասին շատ ենք խոսել, այսինքն բնականա Ռուսաստանը դա չի անելու։ Բնականա Ռուսաստանի համար մեծ վտանգ է 800,000 մոտավորապես վարձու մարդասպանի հետ վերել իր պետություն։ Եվ պարբերաբար, եւ որ այս մասին ասում եմ, դա հենց այն չեմ ասում։ Ես դա ասում եմ նաև այն բարձ պատճառով, որ դա մեզ համար էլ լուրջ վտանգ է։ Այդ մարդիկ հետ են եկել, հիմա ձեռքերն արյունոտ շատերը բանտերից են գնացել։ Ես ուզում եմ, որ դա այնքան մենք այդ մասին խոսենք, ահազանգը հնչեցնենք, որ մեր իշխանությունները կոնկրետ կանխարգելիչ քայլեր անեն, չսպասեն մեր փորձանքը Հայաստանի գլխին գանոր։ Հետո չասեն, բայց ոնց եղավ, որ տենց եղավ։ Այո, կապվեն Ռուսաստանի իշխանությունների հետ ու ասեն, մեր հետ տենց կատակներ չանեք, այլապես մենք ստիպված կլինենք, խստացնենք միգրացիոն քաղաքականությունը։ Մենք չենք կարող դա չանել։ Առավել ևս, եթե մենք ցանկանում ենք Եվրոպայի հետ
վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհով գնանք, նրանք չեն հանդուրժելու, որ Ռուսաստանի հետ մեր շփումը այդքան ազատ լինի։ Հայաստանը դառնա տրանզիտ, Ռուսաստանից գան, այստեղ քաղաքացիություն ստանան եւ հեշտությամբ հայտնվեն Եվրոպայում։ Այսինքն այդ իսկ պատճառով տեղից էլ հետո ենք խնդրեմ ունենալու։ Դրա դեմն էլ առնելու համար հիմա է պետք Ռուսաստանին ասել. հանկարծ չփորձեք ձեր գլխներին մնացած ձեր ահաբեկիչներին ինչ որ պատրվակով ուղարկել Հայաստան։ Առավել եւս որ շատ-շատերն ասում են Ռուսաստանում շահագրգռված են ապակայունացնել առաջիկա ընտրությունների առիթով։ Որ Ռուսաստանի իշխանությունը դա չի անելու, այդ ակնհայտ է, որտեղ Ռուսաստանի իշխանության համար Նիկոլ Փաշինյանից ավելի հլու հնազանդ կամակատար հնարավոր չի գտնել։ Նույնիսկ ռուսամետ ուժերի մեջ հնարավոր չի գտնել։ Այսինքն ասել որ Ռուսաստանի իշխանություններն են անում, դա այդպես չի։ Ասել որ եթե Ռուսաստանի իշխանությունները չեն ուզում, ոչ մեկը չի ուզում, դա էլ այդպես չի։ Իսկ եթե կան հարուստ մարդիկ, կան մարդիկ, որոնք որ մտածում են, որ Հայաստանում պետք է Փաշինյանը չլինի։ Եթե մարդիկ կարող էին կազմակերպել Ուկրաինա ուղարկեն հայկական բատալյոն, այն էլ գնային Եզրաս արքեպիսկոպոսը նրանց օրհներ ուղարկել մարդ սպանելու։ Թե ինչ գործ ուներ հայ առաքելական եկեղեցին Մոսկվայում օրհներ ազգությամբ հայ, բայց ռուս քաղաքացիներին, որ գնան Ուկրաինայում մարդ սպանեն։ Բայց դա ուրիշ թեմա է, շատ ենք խոսել դրա մասին։ Բայց հարցը դա է, չէ՞։ Մենք այս ամեն ինչի հետ կապված, եթե գտնվում են մարդիկ, որոնք ֆինանսավորում էին, որ այդ մարդկանց հայկական անունը վերցնեն գնան Ուկրաինայում մարդ սպանեն, բայց եթե նրանք ցանկանան, որ այդ մարդիկ Հայաստանը ապակայունացնելու համար իրենց ծրագրերի համար հայտնվեն Հայաստանում զբոսաշրջիկի տեսքով, դրա դեմ ով է առնելու։ Գոնե կանխարգելիչ պետք է անենք, չէ՞ դա։ Այնքան ազատ են Ռուսաստանից գալիս, କି որևէ փաստաթուղթ չես կարող իմանաս, դա Ուկրաինայում ծառայել է, թե չէ։ Պատերազմին մասնակցել է, թե չէ։ Բանտից դուրս է եկել, թե չէ։ Բանտից մարդասպանության համար նստած է գնացել է, թե չէ։ Այս ամեն ինչը մենք այնքան պետք է ասենք, մինչև մեր իշխանությունների գլուխը մտնի, որ նախապես պետք է դրա դեմ առնել։ Թույլ չտալ, որ այդ մարդիկ հետ գան ու խնդրեմ ստեղծեն, որտեղ Ռուսաստանի համար դա լուրջ խնդրեմ է։ Պատկերացեք հետ են գալու եւ ինչ են անելու։ Չնայած հիմա էլ է արդեն խնդրեմ, անպայման չի պատերազմը դադարի, այդ 100,000-ները հետ կան։ Այդ կռվող հետեկողներն արդեն այդ խնդիրները ստեղծում են իրանց համար։ Իրանք պետք է մտածեն դրանցից ոնց պրծնեն։ Ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դրանց որակել է շատ արդյունավետ, սակայն նշել, որ դեռ շատ աշխատանք կա անելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղության հասնելու համար։ Ռուբիոն հավելել է, որ Ռուսաստանը պետք է լինի հավասարման մաս կարգավորման վիճելի հարցերի լուծման գործում։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար երկրի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Օմերովը իր հերթին բանակցությունները որակել է արդյունավետ եւ հաջողված։ Մեր նպատակը բարգավաճ ուժեղ Ուկրաինան է։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար բոլոր կարևոր հարցերը եւ Միացյալ Նահանգները շատ ուժեղ աջակցություն ցուցաբերեց, ասել է Օմերովը։ Դուք ուշադրություն դարձրեք, թե ինչքան լրատվակ հոսքի մեջ ինչքան է տեղը ուկրաինական պատերազմի, ինչքան է կարևորվում այս ամեն ինչը, ով ինչ ասեց, ով ինչ քննարկեց, ցանկացած դետալը նշանակություն ունի, թե վաղը ինչ աշխարհակարգ կլինի, որը կլինի մեր տեղը այդ նոր աշխարհակարգում։ Առավել եւս որ Հայաստանում այդ օրակարգը, որը որ աշխարհում ձևավորված է, մեր մոտ անտեսված է։ Եթե մենք էլ տես բաների չանդրադառնանք, շուտ կգա կտեսնեք Հայաստանում ընդհանրապես տես թեմա չկա։ Լավ մի հատ նայեք, բացեք, տեսեք ամբողջ օրը ինչ են քննարկում։ Այս ինչը սրա հետեր, նա նրա հետեր, նա բարոյականներ, նա անբարոյականներ, նա այսեր, նա այներ, այդ որ այդ ամեն ինչին պետք է ուշադրություն դարձնել, այդ հասկացանք, բայց այս ձևի դարձնել, ոնց որ այս աշխարհում ուրիշ խնդիր չկա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտքոֆի հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրվա կեսօրին, երեքշաբթի ներողություն, այսինքն վաղը։ Այնպես որ մենք դա էլ կիմանանք, այդ արդյունքները անպայման տեղյակ կպահենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հաստատել է իր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույց է։ Ես չէի ասի, որ ամեն ինչ լավ կամ վատ անցավ։ Դա հեռախոսազրույց էր, ասել է Տրամպը։ Իհարկե մենք էլ չենք ասի լավ անցավ կամ վատ, որովհետև կարճ ժամանակ հետո Մադուրոն սպասում է, չնայած ասում է պատրաստ եմ հրաժարական տալ, բայց դեռ մի 2-3 տարի հետո, դեռ ինչ որ sense մի բան, կամ ասես բազարի մեջ համտե, դե լավ գոնե տարի ու կես,
Ինչու համար ասեն ձգում, որովհետև բավականին մի քիչ ձգեց եւ Դոնալդ Տրամպը շտապում է այդ հարցը լուծի, կարող է միանգամից Մադուրոյին հերոս հայտարարի, կանչի սպիտակ տուն ու ասի ինքը պինդ ուժեղ տղա է, այդքան ասեցի գլուխը չմտավ, շատ լավ տղա է, սիրում եմ ուժեղ տղեկին։ Ինքը լավ գիտի ինչա կատարում, դրա համար սպասում է։ Ամեն դեպքում Դոնալդ Տրամպի համար Վենեսուելայի հարցը պետք է չբզբզեր։ Եթե բզբզել ես, հարցը լուծի։ Տեղից էլ Դոնալդ Տրամպը անհարգալից գտնվեց Կենտրոնական Ասիայի երկրների հետ հենց ամենասկզբից։ Այն երբ որ հետ նոր էր եկել իշխանության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար ձեռնաշխտաներով ինքնաթիռեր լցնում ուղարկում էր եւ բոլորը միանգամից շատ բացասական դա ընդունեցին էլի դուրս արա, բայց դրան էլ ձև կա, որ տես դեմոնստրատիվ դուրս արեց, որ գվարդիան տարավ սահմանին, որ էս արեց, որ են արեց, հիմա իրականում որ նայում ենք, որ ամեն օր այդ թեմայից խոսում է, ինքը շատ լուրջ արդյունքներ է գրանցել ապօրինի միգրացիայի դեմ, բայց դրանով ստեղծեց տպավորություն, որ բոլոր երկրները, անկախ նրանից դա ում էր վերաբերվում, բոլորը մի տեսակ վատ տրամադրվեցին այդ քայլի նկատմամբ, որ իմաստավորն էր դա անելու։ Այնպես որ հասկանում ենք, որ Վենեսուելան ամենամեծ նավթի պաշարն ունի ու շատ կարևոր է Ամերիկայի համար, երկու ձև կա, չէ, եթե մեկը նավթ ունի, կամ դա պիտի դառնա քո բարեկամը, կամ դու ուտեղ պիտի ժողովրդավարություն ման գաս։ Քունը չի տանում մինչև Այնտեղ որտեղ նավթ են գտե դու ժողովրդավարություն ման չգաս չգտնես։ Այդ գիտենք, այդ նորություն չի, դա պարզ է։ Վենեսուելան այդ հարցում առաջին տեղում էր, որովհետև պաշարներն է առաջին տեղում, բա ինչ էինք ուզում լինի։ Այնպես որ ուզեմ ասեմ, այսինքն շատ հարցեր ա կուտակված, որի պարագայում առավել եւս Տրամպը խոստացել էր Մեքսիկան 51-րդ նահանգսարքի, խոստացել էր Պանաման իր վերահսկողության տակ վերցնի ջրանցքը, Իրանից սպասելիք կա, որ գոնե մի հատ կոնկրետ բան անի։ Ասենք այդ բոլորը թող Ռուսաստանին հաղթի, այդ բոլորը կջրվի, դե մի չի ուզում, ինչ ասենք։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը պետք է Եվրամիության հետ մերձեցման ուղղություն վերցնի, քանի որ այդ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նրան տնտեսական անկում է բերել։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ Brexit-ի շուրջ գործարքը զգալի վնաս է հասցրել մեր տնտեսությանը, եւ տնտեսական վերածննդի համար մենք պետք է շարունակենք նվազեցնել լարվածությունը։ Մենք պետք է շարունակենք շարժվել Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների ուղղությամբ։ Պետք է հասուն լինենք, որպեսզի ընդունենք, որ դա փոխզիջումներ կպահանջի, ասել է Սթարմերը։ Իհարկե, ինչպես տեսնում եք, անգամ Մեծ Բրիտանիան ձգտում է Եվրամիության հետ հարաբերությունը սերտացնել, խոստովանում է, որ Եվրամիությունից դուրս գալը սխալ էր եւ իր տնտեսությանը հարված հասցրեց, իսկ Հայաստանում ինչ են անում, վճռական ու հաստատուն քայլերով գնում են Շանհայ։ Այս է ենք ասում, ժողովուրդ ջան։ Իսկ այն որ Մեծ Բրիտանիան ուշ թե շուտ այս խոստովանությունը պետք է աներ, հո առաջի անգամ չի։ Այս Սթարմերն առաջի անգամ այդ մասին խոստովանում, քիչ ամենում մտածեն, որ ինքն էլ է բաժանորդագրվել Էդվարդ Անտոնիա YouTube-յան ալիքին, որտեղ մի քանի անգամ այս մասին խոսել ենք, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Brexit-ը սխալ էր, բայց իրանք ֆիքստուլ պետություն են, իրանք իրան սխալը տենց հեշտ չեն ընդունելու, որի հետ կապված պետք է այնպիսի իրավիճակ գա, որ ասեն Մեծ Բրիտանիան պետք է գա թեև-թիգուն կլինի, որպեսի կարողանան ասես լոկոմոտիվի ձևով քաշեն Եվրամիությունը, շատ կարևոր է իր դերակատարությունը։ Առավել երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է իր ազդեցությունը Եվրոպայի վրա պակասեցնել։ Այսինքն դες մի հատ հերոսական դրդապատճառ է պետք, որ եթե մենք միասնական գործում ենք, եկեք թեև-թիգուն կլենք ու անենք։ Առավել եւս տեսնում եք ինչա կատարվում Ռուսաստանի հետ կապված խաղերը Ամերիկայի եւ այլ եւ այլ։ Շատ բարենպաստ է, որպեսի այդ կարգի հարց առաջանա։ Եվ պատահական չէ, որ 2016 թվականի հունիսի 23-ին, երբ որ տեղի ունեցավ հանրաքվեն, 51.9%-ով որոշեցին դուրս գալ Եվրամիությունից, դե տևեց մինչև 2020 թվականի փետրվարի 1, այսինքն ընդամենը համարյա հեսա մի քիչ 6 տարի կլինի, որ դուրս են եկել։ Եվ իսկապես դա ծանր հարված էր։ Չեն ընդունում, բայց բարեբախտաբար Քիր Սթարմերը ընդունեց։ Իսկ իրան պատիվաբերում մի բան, որ ինքը գալով ընտրության մեջ լեյբորիստները հաղթեցին, որովհետև պահպանողականներին մեղադրում էր ժողովուրդը, որ տնտեսական քաղաքականությունը ծախողել են եւ այլ, այսինքն այդ դժգոհության ալիքի վրա եկան լեյբորիստները,
որոնք Ստարմերի կառավարությունը առանձնապես հակաճգնաժամային ծրագիր չուներ ու հիմա էլ չունի, բայց ի պատիվ իրեն ինքը շարունակեց արտաքին քաղաքականությունը այն ինչ որ պահպանողականներն անում էին, կանգնեց թիկունքին Ուկրաինայի եւ նաեւ ավելի սերտացրեց հարաբերությունը Եվրամիության հետ։ Այդ հարցերը ինքը չի վերանայել։ Ու անկախ նայած որ դա իր վարկանիշին հարված էր, անկախ նայած որ եթե դու ասում ես երկրի վիճակը վատ է տնտեսության, բայց շարունակում ես ծախսեր անել Ուկրաինայի վրա, շարունակում ես քայլեր անել այդ ուղղությամբ, մարդիկ ասում են չհասկացանք։ Այսինքն բայ դժգոհ էինք որ ձեզ բերել ենք, բա դուք ինչ եք անում։ Համենայն դեպս ինքը չգցեց նախորդների վրա, դա իրան ուղղակի պատիվ է բերում։ Կարող է դա նաև իր համար աթոռ արժենա, բայց պատիվը աթոռից թանկ է։ Լինում է այդպես դեպքեր։ Եվ չմոռանանք, որ Brexit-ի ժամանակ, այն ժամանակվա վարչապետ Դեյվիդ Քեմերոնը պահպանողական կուսակցությունից վստահ էր, որ Brexit չի լինելու։ Ինքը ընդհանրապես դեմ էր դրան, եւ վստահ էր, որ դա տեղի չի ունենալու։ Ու երբ որ դա տեղի ունեցավ, ինքը հրաժարական տվեց, ասեց հոп։ Եթե ես չեմ տիրապետում իրավիճակին, եթե ես իմ խոսքը կշիռ չունի, որ ես ասում եմ անիմաստ է հիմա դուրս գալ սխալ է, մարդիկ այլ քվեարկություն արեցին, ես ոնց կարամ վարչապետ լինեմ։ Ընդհանրապես աշխարհում լինում է այդպես բան, որ եթե հասկանում ես, որ քո ասածը չեղավ, դու ուղղակի հրաժարական ես տալիս, ոչ թե օրվա մեջ 50,000 անգամ փոխում քո ասած խոսքը։ Դե հասկանում եք, որտեվ Եվրոպայում Ճապոնիայում տարբեր տեղեր Նիկոլ Փաշինյան չկա, ժողովուրդ ջան։ Ամեն ինչ կա, ամեն ինչ, լավն էլ, վատն էլ, բայց Նիկոլ Փաշինյան չկա։ Դա մենակ մեզ է բախտ վիճակվել այտենց վարչապետ ունենալ։ Ինչ ուզում եք ցանկացած խոսք փոխի, մենակ արդարացնի իր մնալը։ Բայց չեղվենք Դեյվիդ Քեմերոնի թեմայից, այսինքն բայց դրանից հետո Ռիշի Սունակի կառավարությունը էլի պահպանողական կուսակցության Դեյվիդ Քեմերոնին նշանակեց արտաքին գործերի նախարար, ինչու համար, որտեղ ասես դու վերջի վարչապետն էիր, որ Եվրամիության հետ աշխատում էիր, շատ կարևոր է, որ դու այդ կապերն ու այդ մոդիկությունը, այդ մտերմությունը օգտագործես ավելի սերտ համագործակցելու համար։ Ու բավական արժանապատիվ ձևով այդ գործը Դեյվիդ Քեմերոնն անում էր, լինելով նախարար, բայց նա վարչապետին հավասար մարդ էր իր կշռով, որովհետև այդ մարդկանց հետ հավասարի աշխատել էր։ Եվ նույնիսկ այսօր Մեծ Բրիտանիան պետք է հույս չունենա, որ արտոնյալ կարգավիճակով Եվրամիություն կվերադառնա։ Այսինքն ֆունտ ստերլինգի գոտի, եվրո գոտի չենք մտնում, Շենգենի գոտի չենք մտնում, չի լինելու։ Եվրոպան նեղացած է։ Այսինքն եթե հետ գաս, պետք է գաս լիարժեք, եթե հետ գաս, պետք է սուսուփուս գաս։ Այդ իհարկե մեծ խնդրեմ է Մեծ Բրիտանիայի համար։ Այս խոստովանությունը բավարար չի, բայց պետք է իմանալ, որ այլևս տես խաղեր չի լինելու։ Այդ արտոնյալ կարգավիճակը չի լինելու, եթե իսկ հետ գալն էլ պետք է լինի, որ համաեվրոպական մեծ խնդիր լուծելու համար նրա անհրաժեշտությունը կա, առավելևս որ Եվրոպայության ներսում շատերը այս կոմեն են քաշում։ Այնպես որ այս խոստովանությունը կարող է դժվարությամբ իհարկե թարմեռնարել, բայց այդ խոստովանությունը պետք է ավելի հրապարակային հնչեր, որ մարդիկ իմանային։ Նաև մենք իմանանք, թե օրինակի համար մեր պարագայում ինչքան կարևոր է Եվրոպայի հետ համագործակցելը, Միացյալ Նահանգների սերտ դաշնակից Մեծ Բրիտանիան դժգոհում է, որ ինքը մենակ է։ Իսկ մենք եթե մենակ չենք, Ռուսաստանի հետ ենք, դա ինչ է մեզ տալիս, կամ ԵԱՏՄ-ի հետ։ Այնպես որ ուշադրություն դարձնենք։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է. Ադրբեջանի ներկայիս օրակարգը հարավային Կովկասում պատերազմի հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ անցնելն է։ Երբ միջանցքը գործարկվի Ադրբեջանում, դրա տարեկան բեռնափոխադրման հզորությունը կկազմի մինչև 15 միլիոն տոննա, իսկ ադրբեջանական հատվածի աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 26 թվականը։ Իհարկե դե հիշում եք, որ խոսքը գնում է մինչև 30 թվական, որ կկառուցվի այն Ադրբեջանը, որ իր ուզածին հասավ Թրամփի միջոցով, այդ Ադրբեջանը ուշադրություն դարձրեք։ Ադրբեջանը ցանկանում է տեսնել Եվրամիությանը Զանգեզուրի միջանցքի մաս։ Այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը քանի անգամ ասել, այո, մենք եւ Ամերիկան։ Մենք պետք է որոշենք, թե երկուսիս համար ընդունելի որ երրորդ կողմը լինի։ Ադրբեջանը, որ լավ էլ գոհ է Թրամփից, Ադրբեջանը, որ
ժեստեր է անում Տրամպին, Ադրբեջանը Տրամպի միջոցով Հայաստանի վրա ազդելու քայլեր է անում, Ադրբեջանն ասում է, չէ, մեր համար ավելի հեռանկարային գործընկերը Եվրամիությունն է, ժողովուրդ ջան, աբա ինչի համար ենք այս ամեն ինչը ասում, վաղը կկանգնեք կասեք, այն մարդ, այս թուրքական դիվանագիտությունը, այս ինչ լավն է, ժողովուրդ ջան, թուրքական դիվանագիտությունը ինչով է լավը, որ մերոնք ապաշինորեն նրանցը լավ է երևում Կարելի է կարծել այդ ամեն ինչի մասին 20 տարի չենք խոսել, որ Եվրամիությունն է Հայաստանի համար ապագա։ Սպասում ենք այդ Հաջիևն ասի ու մենք ասենք վայ ոնց մտներովս չեր անցել։ Ընդհակառակը իրանց ասածով ասում ենք այ ձեր խիղճը մեռնի։ Ադրբեջանը, որ Ռուսաստանի հետ էլ է խաղեր տալիս, то Կենտրոնական Ասիայի երկրների հետ էլ է համագործակցում, Թուրքիայի հետ, Իրանի հետ Իսրայելի հետ ում հետ ասեց, հիմա ինքը ասում է, ես ուզում եմ այդ ծրագրի մեջ Եվրամիությունը ներկայացված լինի։ Ինքը ավելի հեռանկարային է համարում դա, որտեղ ասում է Տրամպը այսօր կա, էգուտ չկա։ Բա ինչ ենք անելու։ Նրանք շատ լավ գիտեն, որ մեծ հույսեր պետք չի կապել Տրամպի ակտիվության վրա, որտեղ այդ ծրագիրը, որը որպես գործարք Տրամպին պետք է հաջողություն բերեր, Տրամպի պաշտոնավարման ժամանակ դա տեղի չի ունենալու։ Այսինքն դրա հետաքրքրությունը մենակ այդ շոուն էր։ Ես խաղաղություն բերեցի, դե Նոբելյան մրցանակի հետ կապված էլ դուք էլ մեզ կդիմեք։ Էս է հարցը։ Չեմ ասում այդ քայլերը առաջ չեն գնում։ Հաստատ առաջ չի գնա այն տեմպերով, որը խոստացված են։ Հաստատ առաջ չի գնա այն տեմպերով, որը մեզ համար ցանկալի է, այն ծավալի, որը մեզ համար ցանկալի է։ Եվ դա շատ արագ Ամերիկայի հետ խաղեր տվող Ադրբեջանը գործընկերա ցանկանում ներգրավել Պատկերացնեք ինչ խայտառակություն է։ Ադրբեջանը ասում է Եվրամիությունը ուզում եմ այդ ծրագրի մեջ լինի, Եվրամիությունն ասում է ես ուզում եմ այդ ծրագրի մեջ լինի։ Հայաստանը ո՞նց է մերժելու։ Կամ Ամերիկան ո՞նց է մերժելու։ Բայց ինչ է ստացվելու։ Ադրբեջանը իր տեղը նստած մեր հատվածի համար բանակցություն է վարում Ամերիկայի պետքարտուղարի տեղակալի հետ, երբ որ գնացել էր Բաքու, թե մենք քննարկում ենք, ասում է, թրիփի հարցը Հայաստանի տարածքով անցնող մասն ենք քննարկել իրանց հետ եւ բացի դրանից էլ հիմա ինքը տպավորությունը նա է որ Եվրոպա ես եմ քեզ հրավիրում մեկը հարցնի բա դու դրա հետ ինչ գործ ունես որ ասում ես Անգեզուրի Միչանսկի մաս ուզում եմ տեսնել Եվրամիությանը հոյնիկատի չունի իր տարածքի գծի վրա իր տարածքի գիծը պատրաստ է ժողովուրդ ջան Ինչի՞ պիտի իր սարքած գծի վրա բերի որպես գործընկեր ներգրավի Եվրամիությանը։ Մենք գիտենք, չէ՞ որ Զանգեզուրի Միչանսկ ասում են ինիկատի ունեն հատվածը, որը Հայաստանի հետ կապված է լինելու։ Եվ այդտեղ է որ ճանապարհը չկա։ Այնտեղ ճանապարհը կա, այն կողմն էլ կա, այն կողմն էլ կա, դե Եվրոպային որտեղ է ներգրավում։ Բերում ես քո տարածքես վերցնում, ֆունկցիա տալիս։ Չէ, նա Հայաստանի մասով է Եվրոպային որպես գործընկեր ճանաչում։ Դա ինչպես տեսնում եք մեզ համար պետք է լինի էլի ուղեցույց շատ ցավալի է էլի որ ասիկան մենք մի բան ասում ենք մեր երկրում չի կատարվում հետո օրինակ ենք բերում թե ամենաազդեցիկ եվրոպական պետություն ինչպիսին Մեծ Բրիտանիան է Մեծ Բրիտանիան ձգտում է Եվրոպայի հետ սերդասնի հարաբերությունը իսկ այս մեղայական ելույթը նաև նրա համար է որ դե որ դուս ենք եկել դուժել ենք այսինքն որ հետ գանք կօգտվենք էլի այսինքն ձև քթեք հետ գանք էլի ավելի པարզ այդ մարդը ոնց ասի եթե ձևերն էլ եմ հուշել էլի դե ոնց անեք որ հերոսաբար հետ գաք ոչ թե մեղայականով որտեղ մի քիչ մեծ բրիտանացիներից մեղայականով հետ գալ դժվար է սպասել բայց ինչպես տեսնում եք Ադրբեջանն ինչ է անում Տրամպի այդ հարցերը լուծելը Եվրոպային հրավիրում է Մի հատ բան այսօր հայտարարություն եղավ, բայց ինչը վերջը դուրս եկավ, դրա համար ասի անպայման ասեմ։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են. քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու ծանրաբեռնվածությունը թոթափելու եւ հերթերից խուսափելու նպատակով ՆԳՆ հաշվառման քննական ստորաբաժանումները կաշխատեն նաեւ առաջիկա շաբաթ օրերին։ Քաղաքացիակենտրոն լալսեք էս ֆիքստուր բառերը Քաղաքացիակենտրոն որակյալ եւ հարմարավետ ծառայությունների մատուցումը մշտապես ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է այդ ուղղությամբ քայլերը շարունակական են Ես իհարկե մի անգամ ասեցի որ չգիտեմ էլի անգրագիտությունը մեր իշխանության ներկայացուցիչների մոտ
օդակաթիլային է տարածում, թե սեռական ճանապարհով չեմ կարող ասել, դրա մասնագետը չեմ, բայց հիմա այս ճամարտակությունները, էլի այս ճոռոմաբանություններն էլ, որ քաղաքացիական կենտրոն բան, սա էլ է երևի չգիտեմ օդակաթիլայինով է տարածում Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարած, թե սեռական ճանապարհով չգիտեմ, որտեղ գիտեք ինչի եմ ասում, բանի քարտը, նույնականացման քարտը փոխելու համար ժամկետը լրացել է, գնում եմ իմ բնակավայրի արաբ գիր, գնում եմ ասում եմ ուզում ենք փոխենք, ասում եմ հերթը կհասնի, որ հերթագրվես, այն ժամանակ, որ դրա վավերականության ժամանակը կանցնի, 21 օրում էլ պտի տան, բամոտակայք ուր գնանք, ասում ենք գեղեցիկ սրահներ ենք սարքել, սպասածման կենտրոններ ենք սարքել, այս են կարել գլուխներն ենք, բայց այդ ընթացքը մի հատ Երևան եք սարքել Երևանի մեջ, ինչի նույնականացման քարտը նոր եք տվել, 10 տարի առաջվա քարտը պետք է փոխեինք, 10 տարին լրացել է, ինչ է, պլաստմասի կտորը չունեիք, չէիք կարող գտնեիք, նորից անեիք, դրա համար պետք է հերթեր գոյանան, հիմա էլ հերոսաբար հերթերը շաբաթ կիրակի հաղթահարեք, հա, եւ ասում եմ մոտակա որտեղ կարող են գնել, Երևանի մեջ ոչ մի տեղ, չեք հասցնի, բայց ինչքան հարցում է օգտագործում նույնականացման քարտը, այս ամեն ինչը տանում են անկանխիկ գործարքներ, այս ամեն ինչը տանում են սենց, այս ամեն ինչը անում են այսպես, որպես հասարակությանը օգնեն, հիմա նույնականացման քարտի վավերականության ժամկետն ասում է չես կարող օգտագործես, մոտակա տեղը որտեղ է, Եղվարդ, տաքսով գնացել եմ Եղվարդ, տաքսով հետ եմ եկել, 21 օր հետո տաքսով գնալու եմ, տաքսով հետ կամ, որպեսզի հասցնեմ իմ վավերականության ժամկետի ընթացքում տեղավորվեմ։ Դուք եք մտածում քաղաք բեռնաթափելու կամ էլ մտածում եք բանը հարմարավետությունը որն էր դրա։ Հա, մարդիկ շատ սիրալիր բարևեցին, ճանաչում էին, ինչով կարող ենք օգտակարել, դե հերթագրված է, առանձնապես օգտակարելու չէ, բայց այն հաճելի վերաբերմունքն էլ հաճելի է։ Թեկուզ մի փոքր ինչով առաջ գցենք, ինչ անենք, մի բան անենք։ Շատ շնորհակալ եմ, շնորհակալությունս հայտնեցի, մարդիկ այդ գործն արեցին, որից հետո ես վերադարձա, որ հետո 21 օր առանը նորից գնամ։ Այս ձևի եք դուք հարցերը կարգավորում։ Մի հատ կարող եք ձեզ հարց տալ։ Պատճառը որն է, որ այդ բանը պատրաստելը, որը արդեն դրա փորձը երկրում կա, այդ բաները պատրաստելու համար դուք մարդկանց ուղարկում եք։ Տաքսու վարորդն ասում է, հա ինչ ա եղել, ես էլ աբարան եմ գնացել։ Շտապ էր պետք, ամենամոդիկը օրը որ մոտ էր, գնացի աբարան։ Այն մեկի հետ խոսում ես, ասում է աշտարակ եմ գնացել։ Էսա ձեր սպասարկումը։ Էլ որտեղ ժապավեն կա, կտրեք ցույց տակ, որ դուք շատ լավ սպասարկման կենտրոն եք սարքել, որտեղ ինչ էր, քաղաքացիակենտրոն սպասարկման համար պետք է գնաս Երևանից ծայրամաս։ Երևանի էլ չէ, մարզեր։ Այ մարդ, այս ինչ կենտրոնական հարցեր լուծող եք դուք։ Հիմա փաստա չէ, ես ո վերացական բան չեմ ասում։ Կոնկրետ ինձ հետ կատարված բանն եմ ասում։ Մարդը հետ պլաստմասի կտորը, որոնք որ տալու եք, որ գնա մարդկանց հետ աշխատի, 1000 դրամանոցը 3200 դրամ։ Մի 10000 դրամ էլ տաքսի։ Ավել։ Էսա ձեր սպասարկումը։ Եվ մենակ այս հարցում չի է, ամեն հարցում սա է։ Ասում ես քաղաք հաղթոտված է, ասում է բերեք մեքենաների հետ սենց վարվենք, բերեք այս բանը սենց անենք, այն բանը նենց անենք։ Երևանը այս ինչ լցրեցիք, ում եք սպասում, ում եք Երևանում էստի համեցեք անելու, այդքան առաջարկը շպրտել եք Երևան շուկա, ում համար եք անում։ Մարդիկ արդեն գիտեն, որ այդ տները չեն գալու ծախեն։ Սնանկանում են կառուցապատողները, որպեսզի պրծնեն պարտքերի տակ չմտնեն։ Մարդիկ իրենց տները կորցնում են, քանի նման դեպք եղավ։ Որտեղ հասկանում են, որ այլևս այդ գնով իրանք չեն կարողանա այդքանը վաճառեն։ Հագեցվել է Երևանը, իսկ դուք սպասում եք երևի թուրքերին ու ադրբեջանցիներին։ Դեռ նրանք էլ դեռ չեն եկել, չէ՞, ճանապարհները չեք բացել։ Ում համար եք Երևանի մեջ մի հատ Երևան սարքում։ Բացատրեք գոնե մարդիկ հասկանան, որ ոչ մի կոմունիկացիոն հնարավորություններ չի տեղավորվում։ Ոչ մալուխներ քաշելու, ոչ ջրահեռացման աշխատանքներ, ոչ ջրագծեր, բացարձակ ոչ մի բան։ Ոչ ավտոկայանատեղեր, բացարձակ ոչ մի բան հաշվառած չի։
Ինչ եք անում, որ ամենահասարակ բանը չեք կարող անեք, ասում եք այս թուղթը վերցնելու համար գնացեք մարզեր։ Եվ առհասարակ սա ինչի եմ ասում, սա միակ դեպքը չի։ Առավոտից երեկո ինչից խոսում ես, որտեղ բացում ես բարևարկության հետ կապված, պետք է էս անենք, Նիկոլ Փաշինյանը պետք է եկեղեցուն բարևարկություն, որ եկեղեցուն վիճակը լավ չի, լավ գիտենք, Իրանից շատ ենք այդ մասին խոսել ու ներկայացրել։ Բայց ով է դա ստուգելու, ես դա եմ ուզում իմանամ։ Մի հատ բան եմ ուզում ձեզ հիշեցնեմ։ Հիշում եք, երբ որ մարդիկ բերեցին հայտարարեցին, որ Արմեն Սարգսյանը նախագահ, ինքը երկքաղաքացի է եւ նա օրենք է խախտել եւ նա պետք է դատվի, որտեղ նա դիտավորալ գիտակցաբար սխալ տեղեկանք է ներկայացրել, դարձել է երկրի գլուխ, մեր սահմանադրությամբ երկրի գլուխը բանն է, նախագահն է։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Տպագրված էր, որ ինքը ուրիշ երկրի քաղաքացի է եղել, չէր կարող։ Ասեց գնացի Արմեն Սարգսյանի հետ հանդիպեցի, թղթերը նայեցի, ամեն ինչ նորմալ էր։ Ասենք այդ թղթերը ցույց տուր, չէ՞։ Ցույց տվեց, ցույց չտվեց։ Թույլ տվեց քրեական գործ հարուցեն մի հատ պարզեն, ոչ, որտեղ Արմեն Սարգսյանը իրան պետք էր։ Իսկ երբ որ Արմեն Սարգսյանը իրան պետք չեղավ, այդ դեպքը հիշեցին, որ բարևարկության խնդիր կա։ Նա չէր կարող լինել, որ այդ քաղաքացիության խնդիր կա։ Դուք վստահում եք Նիկոլ Փաշինյանին աշխարհիկ երկրում հոգևորականների բարևարկության, երբ որ ինքը նախագահի հետ կապած լկտի ձևով սուտ խոսած, բոլորիս աչքի առաջ։ Լկտի ձևով խափեց, չէ՞։ Անօրինական ընտրված նախագահին ինքը հովանավորեց։ Ոչ մի թուղթ ցույց չտվեց։ Դուք այդ մարդուն եք վստահելու։ Նախ իրավաբանորեն ինքը չի կարող դեղ լինի, բայց երկրորդ այդ մարդն է այտենց ձեր վստահությանն արժանացել։ Այնպես որ այնքան բաներ կա ժողովուրդ ջան, որ հա խոսանք, էլի, դե ինչ այսօր այսքան է, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։